Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը մինչև առավոտյան ժամերը սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում է հիդրոօթերոթաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ը։ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաներում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաներում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Երևանում ևս սպասվում է անձրև, առանձին հատվածներում հորդառատ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Տեղեկությունը այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Այսօր Փաշինյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ և Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ ևս նախատեսված են տարբեր հանդիպումներ։ Ընդամենը մեկ շաբաթում շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10,000-ից դարձավ 12,000 կամավոր։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է մեր ձևով շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Հայ հասարակությունը պատրաստ է աշխատել, վերջապես բարեկեցիկ երկրում ապրելու համար, գրել է նա։ Այսօր դեկտեմբերի 9-ին առնչված են և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ԶԼՄ-ների ժամը 14:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ Հրազդան կիրճում Հրազդան գետում դիկա փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։